Բարի երեկո սիրելի հեռուստատողներ, Շանթիուղիղ եթերում Փարոս հեռուստացրագիրն է։ Հարգելիներս, միջև ծրագրին անցնել ուզում եմ շնորհավորել բոլոր մեր մայրերին, իրենց տոնի կապակցությամբ ցանկանալ ամենայն հաջողություն, երջանկություն եւ երկար տարիների կյանք, ինչպես նաեւ Շուշիի ազատագրման եւ Արցախի ուրեմն հաղթանակի օրն է։ Շնորհավորում եմ բոլոր մեր հայրենակիցներին Շուշիի ազատագրման կապակցությամբ, հատկապես իմ մարտական ընկերներին, ուրեմն Շուշիի առանձնակի գումարտակի։ Հարգելիներս, այսօրվա Փարոս հեռուստացրագրի հյուրն է Հայդատի Գլենդելի հանձնախմբի ուրեմն գործադիր տնօրեն Հելեն Ասատրյանը եւ Դեր Բարսեղյան իրավաբանական գրասենյակի տնօրեն Մհեր Տեր Բարսեղյանը։ Բարի օր ձեզ։ Բարի օր։ Ձեզ նույնպես շնորհավորում եմ մայրերի կապակցությամբ, հույսով եմ, որ ապագայում մայր կդառնաք, եթե մայր չեք արդեն։ Շնորհակալություն Գլենդելի Հայդատի հանձնախմբի կողմից նորից շնորհավորում ենք ձեզ բոլորին։ Գիտենք այսօր շատ մեծ տոն է բոլորի համար, հուսով եմ Եվ ամբողջ Ամերիկան է նշում, եւ ամբողջ Հայաստանն ու ամբողջ աշխարհի հայությունն է նշում։ Հելեն, սկսեմ ձեզանից, վերջացրինք ուրեմն Հայդատը ավարտեց այս տարվա իր ներքաղաքական ընտրությունները, հուսով ենք հաջող, որովհետեւ արդեն մեր հայրենակիցներ ունեցանք համապատասխան ուրեմն աթոռների վրա նստած, որի համար շնորհավորում եմ բոլորին, եւ Հայդատի հանձնախումբը շարունակում է փաստորեն իր աշխատանքները, իր նախաձեռնությունները։ Այսօր ինչ պատրվակով եք այստեղ, ինչ նորություն ունեք ասելու մեր հանրությանը, ինչպիսի միջոցառումներ։ Կարծում եմ շատ մարդիկ համայնքի մեջ կարծում են, որ Գլենդելի Հայդատի հանձնախումբը զբաղվում է միայն ընտրություններով, բայց հենց տարիներ շարունակ այս շոուի վրա եկել ենք եւ խոսեցել ենք տարբեր ծրագրերից, որը հատուկ համայնքին մատակարարելու տարբեր սերվիսների համար։ Այս գալիք չորեքշաբթի օրը մայիս 11-ին Տեր Բարսեղյան իրավաբանական խմբի եւ Document Preparation Solutions-ի հետ միասին կազմակերպել ենք մեկ հատ հասարակական հավաք ծնողների եւ աշակերտների համար պատանիներ եւ օրենքներ անվան տակ։ Գերազանց նախաձեռնություն։ Այո։ Այս քանի տարի է հենց ես Հայդատի հանձնախմբի մեջ միշտ լսում եմ, որ ոչ թե մենակ ծնողները, այլ աշակերտները իսկապես չեն իմանում իրենց իրավունքները ինչ են եւ ինչպես կարող են իրենց պաշտպանել թե դպրոցների մեջ, թե սովորական հենց փողոցում եւ իհարկե ունենք մեր համայնքի մեջ շատ մեծ մասնիկ, որը իսկապես օրենքներից տեղյակ չէ եւ հույսով ենք, որ այս ծրագրով մենք կարող ենք մեկ հատ փոքր ներդրում անել մեր ընտանիքների մեջ, որպեսզի իրենք իսկապես իմանան իրենց երեխաների հետ կապված օրենքները եւ վստահ լինեն, որ իմանալով կարողանան հետ մնան տարբեր խնդիրներից։ Այսինքն այդ որ լինելու դասախոսություն հիմնականում երիտասարդների հետ կապված, որ իբրև նորահաս քաղաքացիներ իրենց իրավունքներն ու պարտականությունները ինչ են հասարակության մեջ։ Այո, խոսվելու է եւ իհարկե մերին կանցնի այս ամեն ինչով հատուկ ծնողների եւ աշակերտների համար է, որովհետեւ այս բոլոր օրենքները, որ պետք է շոշափվեն այդ օրը, հատուկ երեխաների եւ պատանիների մասին են, որովհետեւ օրենքները այս երկրում շատ տարբեր են մեծահասակներից, քան աշակերտների կամ պատանիների համար։ Շատ բարի, մերի նախ եւ առաջ ուզում եմ ողջունել ձեզ, առաջ անգամ եք Փարոս հեռուստացրագրում, որի համար անչափ ուրախ եմ եւ կրկնակի անգամ ուրախ եմ, որ նմանատիպ նախաձեռնությամբ համագործակցություն եք արդեն եզրեր գտել Հայդատի հանձնախմբի հետ եւ մեզ համար իբրև հայ չափից ավելի կարեւոր է մեր երիտասարդության նմանատիպ դասախոսություններ կազմակերպել կամ ինչու՞ չէ անհատական կամ դպրոցներում, որովհետև մեր հայ երիտասարդները այսօր քանակը օրեցօր ավելանում է այստեղի գաղութներում կամ բռնավայրերում։ Դա այնքան է թիվը շատանում, որ իրոք աշխատանքի կարիք կա, իրոք մարդկանց բացատրելու իրենց իրավունքները կամ ինչից պետք է խուսափել թե ծնողներին, թե երեխաներին։ Ինչ պետք է այդ օրը լինի, ինչ հիմնական որ թեմաներն եք ընտրել, որը գտնում եք, որ հրատապ են։ Կարամ ասեմ թեմաները շատ են, զանազան բաներից քշելուց, միջև որ դպրոց ճիշտ ժամին հասնելը, դպրոց էթալը, եւ տվյալները երկու տեսակ են։ Համ անչափահաս զավակների համար եւ ծնողական
պատասխանատվությունները, որովհետև շատ կա եւ ծնողներ կան, որ տեղյակ չեն։ Եվ այն զավակները, որ պիտի արդեն չափահասն են, 18 տարեկանի շուրջ են, ինչա փոփոխվում իրանց համար։ Եվ արմունկները շատ բաներ կա, որ փոխվում է։ Ամենապարզ բանը 18 տարեկան դառնան they can vote. So since simple բաներ կա, որ մեր ժողովուրդը չի զարգանում եւ չի հասկանում, ավելի ընկել են աշխատանքի օրից օր բաների եւ այս մանրամասն բաների հետևից չեն ընկնում, չեն հասկանում, իրանց երեխեքն էլ չեն սովորում ու այտենց չենք շարունակվում, որ develop լինենք։ So կարևոր թեմաներ են, բարձ բան քեզի example կարամ տամ։ Հիմա մարդիկ ունենք, որ ծնողները մեծահասակ են։ Եթե մեծահասակ ծնող կունես, որ չի կարա քեզի դպրոց տանի, 14 տարեկանից driver's license կարաս ստանալ։ Հետաքրքիր է։ Եթե անենց ընտանիքից ես, որ 14 տարեկան զավակը ապրուստ կարա սարքի եւ քո ընտանիքիդ համար կարեւոր է, driver's license կարա ստանա, որ կարողանա հետագործի ու հետ գա։ Ցենց բարձ բաներ կան, որ շատերը չգիտեն, ես չգիտեի, միջև որ սկսա այս community service-ը պատրաստելու համար սկսա կարդալ, որ սովորեմ ինչ կա, ինչ չկա, ինչ փոփոխություններ կա երեխեքի համար։ Շատ բարի։ Հուսով եմ, որ կադրադառնանք մի քանի հարցեր լսում եմ, որ մանրուքներ են, բայց այդ մանրուքներից շատ մեծ բաներ է կապված մարդու կամ երեխայի առօրյան է փոխվում։ Հելեն, որտեղ պետք է տեղի ունենա միջոցառումը, որ ժամին ինչպես մեր հասարակությունը կարող են կապնվել եւ մասնակից դառնալ, ինչ տարեկից ինչ տարիքը, ում հետ դռնբաց է, վճարովի է կամ մի փոքր տեղեկություն ավելի լայն, ավելի լուսաբան է խնդրում եմ։ Նորից կրկնեմ տեղի ունենալու չորեքշաբթի մայիս 11-ին երեկոյան ժամը 7-ին Գլենդելի երիտասարդական կենտրոնում, որը գտնվում է 211 West Chestnut, St. Mary's եկեղեցու կողքի տեղին կանաչ շենքն է, առաջի հարկի սրահի մեջ է լինելու, իհարկե մուտքը անվճար է եւ հույսով ենք, որ ծնողները իրենց երեխաների հետ կգան եւ ոչ թե միայն այն ծնողները, որ ունեն երեխա, որ արդեն համարյա 18 տարեկան է դառնալու, այլ ամենափոքրից մինչև այս 18-19 տարեկան երեխաներն էլ ու հեռախոսի համար կամ կայքեր։ Իհարկե, կարող եք զանգահարել մեր գրասենյակը, եթե հավելյալ տեղեկություն է պետք, 818 243 34 44, կրկնում եմ 818 243 3444 եւ մեր կայքեջն է www.ancglendale.org։ Շատ լավ։ Մերի, այ ինտերնետը, որ երեխաները դեռ փոքր հասակից ուրեմն ինտերնետային ցանցը կամ հենց ինտերնետ այդ գործիքը կլանել է բոլորին ու բոլոր ծնողներն են բողոքում, որ սենյակից դուրս չի գալիս ինտերնետից, չի կարող փոխվի։ Մի կողմից կարծես թե ինտերնետը ավելի հետաքրքրացնում է կամ ավելի զարգացնում երեխային նրա մտահորիզոնը կամ ընդհանրապես աշխարհայացքը։ Մի կողմից բողոքները կան, որ ինտերնետը փչացնում է երեխային։ Դուք իբրև իրավաբան ինչ կարծիքի եք, ինչ Ես կարծիքին եմ, որ զարգանում է երեխան։ Անպայման, բայց ծնողները քանստե գանգատ են, պետք է իրանք է սովորեն։ Պետք է տեսնեն իրենց զավակի ինչ է անում։ Պետք է հասկանան ինտերնետը ինչպես մտնեն իրանք, տեսնեն որ channel-ներն է մտել իր զավակը, Facebook-ը, Twitter-ը, այս ամեն բաներ խոսում ենք։ Եվ այս ամեն բաների մեջ parental control կա, կարան արժատին, կարան ժամերը կտրեն, չեն անում ծնողները։ Եվ մեր community service-ը ուզում ենք մենք իրանք լավ հասկանան, որ այս service-ներն էլ կան, website կա ծնողների համար, որ իրանք մեկ սովորացնի երեխեքը ինչ են խոսում, ինչ բարերը ինչ են նշանակում, ինչպես կարաս control անես, շատ կարևոր բաներ են այդ ամեն նյութերը, որ հասկանան։ Մեր եթե կարելի է հենց որ ինչ են նշանակում, շատ ժամանակ ոչ թե մենակ ինտերնետի վրա երեխաները text messaging-ի ժամանակ բառերը միշտ կրճատում են եւ որևէ մեկը, որ իսկապես այդ բառաբաշարը չի իմանում, չի հասկանա ինչ է նշանակում, որտեղ դրանք բոլորը կոդեր են տարբեր բաների համար։ Հենց այդ հավաքի ժամանակ պետք է մի հատ կարճ լիստ կա, որ շատ են օգտագործում երեխաները, պետք է այդ լիստով օրինակ անցնենք եւ բացատրենք, որ ինչ է նշանակում։ Օրինակ մաման հենց հիմա տուն է գալիս, բայց 3 տարով։ Եվ շատ հետաքրքիր է եւ ծնողքը ոչ մի ձևով գաղափար չունի ինչ է կատարվում իրանց տան մեջ։ Մի ժամանակ ուրեմն ծնողները չեն ուզում, որ իրիկունները երեխաները դուրս գան, երեխան իր աչքի առաջա կամ եւ այլը, բայց ինտերնետով փաստորեն
երեխան ճիշտ է տունն է, բայց ինքը կապ ունի ամբողջ աշխարհի հետ ու իրանց ուզածները անում են։ Լավ, ծնողները ինչպես սովորեն։ Ծնողները ինչ անեն, որ առավոտից իրիկուն աշխատում են նամանաման վերջին տարիներին ներգաղթացում էր հայությունը։ Մենք actually Glendale Public Library հետ ահագին աշխատանք ենք տարել, որ օրինակ հենց այդ կոմպյուտերային դասերը, հենց ինտերնետային դասերը հայերենով անցկացնեն եւ շարունակեն անցկացնեն այդ դասերը, որտեղ մի քանի ամիս առաջ փորձում են հենց բյուջետի պատճառով կտրեն այդ պրոգրամները։ Եվ իհարկե, ինչպես Մերին ասաց, տարբեր կայքեջներ կան, որ քեզ կամած սովորացնում են, որ ինչպես օգտագործես, որտեղ ամեն մի կայքեջի համար կամ ամեն մի օրինակ հենց աշխատանքային վայրեր կան, որ Facebook-ը չես կարող մտնես, եթե ուզես էլ։ Կարող ես դու քո տան ինտերնետային համակարգը այնպես սարքես, որ որոշես երեխատ ինչ ծևի վեբսայթների մեջ կարող է մտնել եւ ինչքան երկար, ինչքան ժամանակով։ Եվ կոմպյուտերների շատ պետք չունեք հասկանալ, որ այս բաները անեք։ Երկու շատ բարձ բաներ են։ Շատ բարի։ Այդ մանրակրկիտ պետք է բացատրենք մեր ծնողներին եւ հուսով եմ, որ այդ օրը այս թեմայի շուրջ խոսակցություն կլինի, չէ՞։ Այո։ Շատ բարի, հարգելիներս, անցնենք առաջ դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը, մնացեք մեզ հետ։ Հատամացավ 186 ստարատամ։ Հատամացավ 186 ստարատամ։ Եզնիկ Ղազանչյանի փաստաբանական գրասենյակը իր ամբողջ անձնակազմով պատրաստ է օգնելու ձեզ հետևյալ հարցերում. Tickets, DUI, traffic violations, bankruptcy, ավտովթարներ։ Զանգահարեք արհեստավարժ փաստաբան Եզնիկ Ղազանչյանին, նա կօգնի ձեզ լուծելու ձեր խնդիրները։ Հեռախոս 818 240 5996։ Ձեր օրինական դժվարություններուն համար թիմեցեք մեզի, անցամբ օգտագործեք։ Գլենդելի օրակարգ, Գլենդելի հայության քաղաքացիական պարբերաթերթը արդեն հրապարակում է։ Գլենդելի օրակարգը կարող եք ձրիաբար ստանալ հայկական բոլոր խանութներից և հիմնարկներից։ Հատամացավ 186 ստարատամ։ Հատամացավ 186 ստարատամ։ Հարգելիներ, շարունակում եմ զրույցս Գլենդելի Հայդատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հելեն Հասատրյանի եւ Դեր Բարսեղյանի իրավաբանական ուրեմն խմբի ղեկավար Մերի Դեր Բարսեղյանի հետ։ Շարունակենք մեր զրույցը։ Հարցս հետեւյալն է. եկեք մի երանգյունի գծենք, սարքենք, որի մի անկյունում երեխան է, մի անկյունում ծնողը, մի անկյունում դպրոցը։ Ծնող, դպրոց ծնող, երեխա ծնող այս փոխհարաբերությունները կամ իրենց իրավունքներով պարտականությունները։ Ամենակարևոր բանն է այսօրվա դրությամբ, որ շատ ժամանակ ծնողները ուրեմն առավոտից երեկոն աշխատելուց շատ գաղափար չունեն, թե ինչպիսի իրավունքներ, պարտականություններ ունի դպրոցում երեխան կամ հակառակը։ Շատ ժամանակ, երբ որ երեխաները տուն են գալիս, դաս չունեն սովորել, չէ դաս չունենք սովորելու կամ այս մի չունենք սովորելու կամ արդեն արել ենք վերջացրել ենք, փորձենք դրա մասին մի փոքր։ Եթե հիշում եք նոյեմբերին Հայդատի հանձնախմբի